Շաղները լարին են նստում ու գերանի ու տանիքին են նստում։ Հոգստոն ուտում եմ ձը, այսօր գարնան առաջին օրնա, բայց էլի ձուն ա եկել։ Ուշտ է, ահա ուրա։ Աղաչում եմ բարերար և ողորմած Տեր, արթուն ու զգաստ պահիր ինձ և ուսուցանիր գնալ քո բարի ճանապարհով, որ արժանին լինեմ քո մեծ փառքին։ Տեր, հալածիր մտքիս խորհուրդներից բոլոր չար ու երկրաքարշ մտածումները, բարիքների արմատը ամուր տնկիր իմ սրտում և հոգուս մեջ պատկերիր շնորհների պտուղը։ Առաջնորդիր ինձ Տեր, նեղ և սուրբ ճանապարհով, ինչպես որ առաջնորդեցիր քո սրբերին և զորացրու տկարիս, որ ժուժկալությամբ, համբերությամբ ու ջերմեռանդ սրտով ընթանամ քո ճանապարհով։ Հայր մեր, որ երկինս ես, սուրբ երիցի ամնքով, հայդանդ հայդի տարան բտրով կյանքանդ շնորհյա և այժմ հավատացելոցը սիքեր Անուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Սիրելիներ, ահա արդեն երրորդ կիրակին է պահեցողության երկրորդ, բայց ըստ շարքի երրորդ կիրակին է և այն մեր եկեղեցու վարդապետները հայրերը կոչել են անառակի կիրակի։ Անառակ որդու վերադարձը որևէ մեկիս վերաբերվող կյանքի դրաման է։ Եվ այո, եթե խորամուխ լինենք մեր հիշողության մեջ, ինքնահայեցողության փորձենք վերլուծել մեր անցած տարիները, քանի անգամ մերժել, քանի անգամ հեռացել, բայց եւ փառք Աստծո նորից ապաշխարությամբ մեր Տիրոջ ոտքն ենք եկել։ Մայր եկեղեցու գրկում ենք մնացել։ Ուրեմն մոլորվածին պետք է ինչ անել, գտնել եւ հետ բերել, ահա սա Տիրոջ պատվիրանն է ու պատկանն է։ Մեզ բոլորիս որևէ մեկիս։ Ես շատ անգամ ասել եմ, եկեղեցին ուժեղ է, եկեղեցին ամուր է այն դեպքում, որ ոչ միայն այս քարոզը պատերի ներսում է մնում, այլև դուրս է գնում։ Ամեն մեկիս շրթունքով, ամեն մեկիս քայլվածքով, պահվածքով, կենցաղով այս պատերից դուրս է գնում։ Ուրեմն, սիրելիներ, տեսեք,
այս մեծ պահքի մարգարտաշար ընթացքը իրապես թե մեզ մտովի, այլև մարմնով գոտ է պնդում է։ Այս խորհրդի մեջ մնալով ավելի ենք ամրանում պահեցողության, ապաշխարության, ինքնաքննադատման մեջ, պատկերացնելով և հասկանալով, թե ինչ է ուզում, Աստված ինչ է ուզում մեզանից, ինչ է տվել և ինչ է պահանջում։ Պահանջում է, որ մենք ապաշխարության միջոցով, այդ ապաշխարության ճանապարհով, եկեղեցու միջոցով գնանք դեպի փրկության։ Պատկերացնենք ու հասկանանք մեր մեղքերը, խոստովանենք մեր մեղքերը, զղջանք մեր կատարածի համար և ինչպես որ անարակ որդին վերադառնալով իր հոր ոտքերն ընկավ, մենք էլ մի օր պիտի ասենք, հայր, մեղա երկինս և առաջին, ընդունիր ինձ որպես քո ամենահետին ծառա, որովհետև ես ունեի իրապես զավակի պատկեր, բայց իմ կատարածի պատճառով զրկվեցի այդ պատկերից։ Ետ տուր այդ պատկերը ինձ, որովհետև ես հավատում, վստահում, երկրպագում և փառք Աստված օգնի ձեզ, Տիրոջ յուր շնորհները և օրհնությունները երկնքի անասպառ շնորհներից թող հեղվեն մեզ վրա, խաղաղություն լինի աշխարհին, Տիրոջ օգնությունը մեզ բոլորիս առաջնորդ, այժմ և միասին հավիտենից։ Ճաշակերտու խաղաղության սկերակուրս, որ պարգևյալը բեզիտյանն է, օրդյալը Տերի պարգևը սյուր, ամեն։ Աստեղ այն աղում ամենը չէ։ Սիրելի հետևորդներ, ճաշակելու ենք պահքային քյուֆտա։ Այսինքն ոսպով և կարտոֆիլով կոլոլակներ, սալարա և քիլիսի խոհանոցից։ Վերցնում ենք քյուֆտան, դնում ենք մարոյնի վրա, նրան ճզմում ենք լիմոն և համտեսում։ Շատ համբար է։ Ես է ոսպով տեսակ փորձել։ Ես քո սիրուն շիվարուզու Իյո Համա տիրա Kelekët maku